Կենտրոնի եթերը շարունակում է անցուդարձը, միասին ամփոփենք օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից բարի երեկո։ Թորոյանն ընդդեմ Ադրբեջանի գործով միեդի որոշումը չափազանց կարևոր իրավական և քաղաքական նշանակություն ունի, հայտարարել է միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար միեդում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Ծիրանուշ Սահակյանը։ Նա նշել է, որ միեդը պահպանել է սպանվածի ընդհանուր տվյալների գաղտնիությունը, սակայն լրատվամիջոցների շնորհիվ հանրությանը հայտնի է դարձել, որ խոսքը 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանցի զինվորականների կողմից հայ սպա Հայկ Թորոյանի սպանության մասին է։ Թորոյանը գերեվարվել էր, ինչից հետո ադրբեջանցի զինվորականները կտրել էին սպայի ձեռքերի դաստակները, ապա գլխատել նրան։ Իրավաբան Արա Ղազարյանը միեդի որոշումն անվանել է պատմական, քանի որ այն ցույց է տալիս պատերազմի իրական դեմքը, որն Ադրբեջանը փորձել է ներկայացնել որպես ինքնապաշտպանություն։ Այս դեպքը եւ սրանից հետո եկող մյուս դեպքերը, որոնք դառնալի են դատական ակտ, անհերքելի պատմական փաստ, կոտրելու են Ադրբեջանի առաջ տանող այն միֆը, թե իբր թե մենք զոհ ենք, հայերը հարձակվել են մեր վրա, ընդհանուր նաև որ դա հայրենական պատերազմ չէր, դա ագրեսիվ պատերազմ էր։ Հայրենական պատերազմ չեն գլխատում զինվորներին, ձեռքերը չեն կտրում եւ այլն։ Եվ դա էլ միացած այն ագրեսիվ ռետորաբանության հետ, միեդես ամբողջը դրել է մի շրջանակում, եւ չնայած Ադրբեջանի կառավարությունը անընդհատ բողոքում էր, ընդհանուր մինչև մի օգտագործեք հայկական անվաններ, միեդը գտնվեց իր բարձունքում եւ նման դատական ակտեր էլի տեղ են ունենալու։ Մենք ունենք նաեւ բազմաթիվ այլ փորձաքննություններ, որոնց միջոցով կարողացել ենք ինչպես նույնականացնել գլուխը, այնպես էլ կարողացել ենք նույնականացնել կատարողին, մենք բացահայտել ենք կատարողի նաև հարցազրույցը, երբ վերջինս այդ հերոսացման ջանքերի մեջ գտնվելով մանրակրկիտ պատմում էր, ինքնախոստովանում էր կատարված սեփական հանցագործությունը։ 1000 օր Բաքվի բանտում հայ ռազմագերիների թեմայով Կապիտոլիումում սուր ելույթներ են հնչել։ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախաձեռնությամբ կոնգրեսի հայկական հարցերով խմբի փոխնախագահ Բրեդ Շերմանը, կոնգրեսականներ Ջիմ Քոստան, Ջուդի Չուն և Լորա Ֆրիդմանը ԱՄՆ կոնգրեսում հրավիրել են մամուլի ասուլիս, որի ժամանակ հայ երիտասարդները կրել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների նկարներով շապիկներ։ ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են անհապաղ ազատ արձակել հայ գերիներին։ Արևմտյան ադրբեջանցիների իրենց այսպես կոչված հայրենի հող վերադարձի հարցը պետք է դառնա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի քննարկումների մաս, հայտարարել է ադրբեջանցի падգամավոր Ազիզ Ալեկբերլին։ Հայաստանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ անհրաժեշտ է հաշվի նստել տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունների հետ։ Կարծում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի արևմտյան ադրբեջանցիների իրենց տներ վերադառնալու իրավունքը և չխոչընդոտի այդ գործընթացին, ասել է նա։ Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը և խաղաղ բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացը, հայտարարել է Թուրքիայի ազգային ժողովի նախագահը։ Հուսով եմ, որ տարածաշրջանում Ադրբեջանի և Հայաստանի միջև կհաստատվի տևական և անկեղծ խաղաղություն։ Հարավային Կովկասը կդառնա խաղաղության և կայունության տարածաշրջան, ասել է Նուման Քուրթուլմուշը։ Թուրքիան և Հայաստանը կապող Ախուրիկ կայան և Մարգարա կայան ռազմավարական ճանապարհային ուղղությունների նախապատրաստման աշխատանքներին Եվրամիությունը մտադիր է խորհրդատվական աջակցություն ցուցաբերել։ Բրյուսելում համատեղ մտադրությունների մասին հուշագիր են ստորագրել Եվրոպական հանձնաժողովը, Եվրոպական ներդրումային բանկը և Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Արմեն Գրիգորյանի Ուկրաինայի վերականգմանը նվիրված խորհրդաժողովին մասնակցությունն ընդգծում է Հայաստանի շարունակվող հեռացումը Ռուսաստանից և մերձեցումը ԵՄ-ին, գրել է Բլումբերգը։ Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը հունիսի 24-ից 25-ը աշխատանքային այցով Լեհաստանում է և մասնակցում է Ուկրաինայի վերականգման հանձնաժողովին։ Ռուսաստանը հույս ունի, որ Երևանը վերջնահաշվում ընտրություն կկատարի հօգուտ ԵԱՏՄ-ի, քանի որ այս ինտեգրացիոն գործընթացը զգալիորեն ավելի ձեռնտու է, քան Հայաստանի հնարավոր անդամակցությունը ԵՄ-ին, հայտարարել է Դմիտրի Պեսկովը։
Գորիսի համայնքապետ Արուշ Արուշանյանը չի ազատազրկվի, նրա նկատմամբ կիրառված պատիժը ազատազրկմամբ չի փոխարինվի։ Հակակոռուպցիոն դատարանը դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ մերժել է պրոբացիայի ծառայության միջնորդությունը։ Փառք Աստծո, որ արդարությունը հաղթեց։ Այդքանը, փառք Բարձրալին։ Ին վրա ցանկացած դեպք իր հետքն է թողնում, հատկապես երբ այն վերաբերում է երեխաներին։ Ջրասուզակ Վահե Մելքոնյանը Փամբա գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների և փրկարարի առաքելության մասին է պատմել։ Տեսանյութը հրապարակել է ներքին գործերի նախարարությունը։ Յոթ տարեկան բալիկին գտա մոտավորապես դեպքի տեղից մի 500 մետր են կողմից։ Ինքը ափի վրայից ծառը ընկել էր ջրի մեջ, փուճուրը գնացել էր ծառի տակ։ Շոշափելով թաթիկից գտա, հետո դժվարությամբ հանեցի այդ ծառների այդ ճյուղերի մեջից, սկսեցի արդեն հաջորդի որոնումը։ Տևեց մի քանի օր, 10-11-ին հասնում էի տուն, փորձում եմ քնեմ, դե չեմ կարող։ Սաղ գիշերը պարկում մտածում էի, քարտեզով բացում նայում էի, որտեղ կարա երեխուն պահած լինի, որ ես այդ տեղը նայած չլինեմ, որտեղ է թամ նայեմ, որտեղ բաց թողած կա։ Գետի աշխատանքի ինքնին շատ բարդ է։ Ու անսպասելի, անակնկալ ամեն ինչի հանդիպում ես, ամեն բարդության հանդիպում ես ու շատ վտանգավոր տեղերի աշխատանքները իրականացնում, դժվար հասանելի տեղեր։ Մեծ քույրիկին 13-ամյա աղջնակին էլի մցրել էր հաստ ծառի տակ, որը որ էլի գետի մեջ ընկած էր ու ավազով ծածկել էր։ Տեղեր կար 5 անգամ, 6 անգամ նայել է։ Ու փաստորեն ավազի տակ, հետո մեշոքներ բան եկել էր ծածկել էր, ավազի տակից կարեցա գտնեմ։ Շունչ սպայելով իշնում փորում էի ավազի տակից։ Բալիկին անի։ Երեխեք եմ անը, երեխա եմ անը, ասենք իրա տոտիկների կուկուի հոտի չապ այլ է։ Տնից էլ են գերա պրոստեսի։ Հերոսի բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի։ Էդի ես չեմ անում, էդի սիրտս է անում։ Սկանդալ օրգանների անօրինական շրջանառության շուրջ սև տրանսպլանտոլոգների հերթական զոհն ադրբեջանցի երիտասարդ է։ Մարդկային օրգանների վաճառքով զբաղվող միջազգային հանցավոր ցանցը հերթական գործարքն է իրականացրել Քենիայի մասնավոր կլինիկաներից մեկում։ Ադրբեջանցի 24-ամյա քաղաքացուց բռնի ուժով կամ խաբեությամբ վերցված երիկամը փոխպատվաստվել է Գերմանիայի 59-ամյա բնակչուհուն։ Այսօր արդեն գերմանուհին մեղադրվում է օրգանների անօրինական առևտրի դրդելու համար, նրան սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում։ Այս սենսացիոն բացահայտումը գերմանական առաջատար լրատվամիջոցների համատեղ և երկարատև հետաքննության արդյունքն է։ Մեղադրյալը ապահովագրական ընկերության նախկին աշխատակից Սաբինա Ֆիշելդ-Կուգլերը, որը երկար տարիներ տառապում էր երիկամային անբավարարությամբ, իրավապահներին խոստովանել է, որ երիտասարդի օրգանի համար միջնորդներին վճարել է 200,000 եվրո։ Հիշեցնենք, որ Գերմանիայի օրենսդրությունն արգելում
արգելում է մարդկային օրգանների հետ կապված ցանկացած ֆինանսական գործարք եւ դրա համար նախատեսում է խիստ պատժամիջոցներ, ընդհուպ մինչեւ բանտարկություն։ Միասին թերթենք մամուլի էջերը։ Հրապարակը գրում է, նախընտրական փուլում եկեղեցու դեմ արշավի ժամանակավոր դադարը պայմանավորված էր հարցումներով, որ այդ արշավը վնասում է ՔՊ-ին, բայց որ Փաշինյանը չի հրաժարվել կաթողիկոսին հանելու մտասևեռումից ակնհայտ էր բոլորին։ Վեհափառին մոտ շրջապատից մեզ պատմեցին, որ Փաշինյանի Պյուրոսյան հաղթանակի մասին իմանալուց հետո Գարեգին Բ-ն մերձավորներին ասել է, որ գիտի շուտով իր հետևից գալու են, բայց ինքնակամ հրաժարական չի տա, պատրաստ է անգամ բանտ նստել, բայց չհանձնվել։ Նաև վստահություն է հայտնել, որ Փաշինյանը չի կարող իր փոխարեն ֆեյք կաթողիկոս կարգել, քանի որ համայնքը չի հանդուրժի տիրադավի։ Հրապարակը գրում է, մանդատները վերցնել չվերցնելու օրակարգային հարցին չի զիջում նաև մեկ այլ հարց։ Ընդդիմությունն արդյոք համաձայնելու է զբաղեցնել օրենքով հասանելիք պաշտոնները ազգային ժողովի փոխխոսնակի, որն այս դեպքում Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստան կուսակցությանն է բաժին հասնելու, եւ մշտական հանձնաժողովների նախագահ փոխնախագահների։ Չնայած Սամվել Կարապետյանի թիմից վստահեցրին, որ դեռևս հարցը չեն քննարկել, սակայն տեղեկություններ կան, որ այս հարցում եւս տեսակետները միանշանակ չեն։ Ընդդիմադիրների մի խումբ արմատական է տրամադրված այդ պաշտոնները ստանձնելը կնշանակի հարմար տեղավորվել կոմֆորտ զոնայում եւ մոռանալ արտահերթ զարգացումների մասին։ Հետևաբար ճիշտն այդ պաշտոնները բոյկոտելն է, հատկապես որ անցնող խորհրդարանի փորձը ցույց տվեց, որ դրանից իշխանությունը վատ չի զգում եւ որևէ բարդույթ չունի, որ սահմանադրության պահանջը չի կատարվում։ Հիշեցնենք, որ Հայաստան Դաշինքի հանձնաժողովի նախագահներն ու ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը ընդդիմության նկատմամբ ճնշումների փուլում ինքնակամ հրաժարվեցին իրենց պաշտոններից։ Ավելի ուշ ՔՊ-ն պատիվ ունեմ խմբակցության ներկայացուցիչ Թագուհի Թովմասյանին հեռացրեց Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Նուրիջանյանի Վահագն վիշապաքախ հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն։ Սա պատմական պահ է, սիրելի ընկերներ, իսկ խորհրդանշական շարունակենք ջերմորեն ծափահարել։ Այսօրվա ամբրոքներից հետո ունենք մեր Վահագն վիշապաքաղին։ Այս հրաշալի հրապարակում Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ բարդ ու պատվավոր գործը գրեթե ավարտված է, ջերմորեն ծափահարենք վերաբացման առումով եւ շնորհավորենք մեզ բոլորի սիրելիներս։ Այսօրվանից մինչև հունիսի 27-ը ներառյալ Հայաստանը գտնվելու է Սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում։ Սյունիքի Տավուշի հովտային գոտիներում, Արարատյան դաշտում եւ Երևանում ջերմաստիճանը չի գերազանցի 30 աստիճանը։ Իդեպ հունիսի 1-ից 24-ը Սևանի մակարդակը բարձրացել է 15 սանտիմետրով։ Նման ցուցանիշ վերջին անգամ գրանցվել է 1993 թվականին։ Հետևեք անցուդարձին, կհանդիպենք վաղը նույն ժամին։